Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցիկ ներկայությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակում է լարված պահել քաղաքական մանրումիջին մի քանի ֆիգուրի, համոզված է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։ Նախագահ Քոչարյանի ընտրություններին մասնակցության մասին հայտարարությունից այս կողմ հոգեխանգարմունքը տիրում է 3 ճամբարներում. Նիկոլ Փաշինյանի ճամբարում, Միքայել Մինասյանի ճամբարում եւ Արման Թաթոյանի։ Թերևս այս նույն թեզի շրջանակներում ես կարող եմ այդ 3-ին քաղաքական նույն հարթության մեջ դիտարկել։ Մանթաշյանը նկատում է ԿՊԱ-ականների երկրորդ նախագահին ուղղված տասնյակ մեղադրանքներին զուգահեռ միասնության թևերի տեխնացու Արման Թաթոյանը Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու վրա է փորձում կառուցել նախընտրական իր օրակարգը։ Մարդ, որ խոսում է իրենից բազմապատիկ ավել կենսափորձով ու հեղինակությունով մարդու մասին, գոնե դաստիարակություն ու զսպվածություն պետք է ունենա։ Ռոբերտ Քոչարյանի ընտրություններին մասնակցելու հայտից այսօր է հերթական անգամ գանգատվել Արման Թաթոյանը, գրեթե կրկնելով ԿՊԱ-ական թեզերը։ Համոզված եմ, որ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը օգնում է Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսի պնդում անելիս Թաթոյանը որևէ սոցհարցման հղում չի անում, ասում է շփվում է մարդկանց հետ։ Ես վստահ եմ, որ Թաթոյան Արմանը այն անձը չի, ով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության անունից կարծիք հայտնել։ Իսկ քաղաքացիների կարծիքի մասնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ընդդիմադիր երկու խոշոր միավորները Հայաստան դաշինքն ու Ուժեղ Հայաստանը ընտրություններում ջախջախելու են Փաշինյանին։ Քարոզարշավը պաշտոնապես դեռ չսկսված օրեցօր աճում է ընդդիմության եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Մարդիկ, ովքեր տեսնելով, որ նախագահի վարկանիշը շարունակաբար աճում է, հասկանալով, որ հավաքական ընդդիմությունը ունի հաղթելու բոլոր շանսերը, փորձում են այս ձևով պարակտելով իրենց օգնության վերջին այսպես լումաները ներդնել Փաշինյանական իշխանությանը։ Ընդդիմության պարակտումից գանգատվում է նաև Արման Թաթոյանը ու հավատարիմ մնում ընդդիմությունը պարակտելու իր վնասակար սովորույթին։ Մեր ժողովուրդը հոգնել է ինտրիգներից, մեր ժողովուրդը զզվել է ինտրիգներից, այդ գզվրտոցները, ինչպես մեր ժողովուրդն է ասում, իրար թիրախավորումները եւ այլն, այլ նրանք պարզապես ուզում են լինեն իրենց ղեկավարները, երկրի ղեկավարները մարդիկ, որոնք կարողանալու են լուծել մեր երկրի առաջ կանգնած խնդիրները։ Ինքն է այդ առաջնորդը։ Մանթաշյանը սոցհարցումների արդյունքներին հղում անելով պնդում է Թաթոյանի վարկանիշը որևէ կերպ չի աճում ու գուցե դրա համար է նաև իրար խառնվել նա։ Օրինակ ինքը իրենց տանը հնարավորություն ունի խաղաղություն ապահովի կամ պատժեզդում, կամ երկու տարբեր մարդիկ փողոցում որ վեճի բռնվեն, Արման Թաթոյանին այնքան կհարգեն, որ ինքը փորձի բարիշացնել։ Թաթոյանի աստեղային ժամը 2017-ին է եղել, երբ մի պաշտոնում առաջադրվել է որպես Միքայել Մինասյանի սրտի տեխնացու ու քվե ստացել նաև այն ժամանակ թունդ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանից, հիշեցնում է Նարեկ Մանթաշյանը։ Մեծ հաճույքով ընտրվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից որպես մարդու իրավունքների պաշտպան, առնվազն մինչև 2022 թվականը շարունակել է գործել այս իշխանությունների օրոք։ Ճիշտ այն նույն ժամանակահատվածում, երբ քաղաքական հետապնդման եմ ենթարկվել անձամբ ես ու նրա կողմից որևէ արձագանքի չեմ արժանացել։ Ըստ Նարեկ Մանթաշյանի ձայն տալ Թաթոյանին նշանակում է ընտրել Միքայել Մինասյանին։ Միքայել Մինասյան շրջանակի կողմից շրջանառության մեջ դրված թեզերի կրողն է փաստացի Արման Թաթոյանը եւ ես օգտագործելով նաև այս առիթը, ուզում եմ կոչ անել մեր հանրությանը, եթե ուզում եք ընտրել Միքայել Մինասյանին, կարող եք ձեր ձայնը տալ, օրինակ Արման Թաթոյանին։ Հայաստան դաշինքի անդամը քաղաքական անմեղսունակության դրսևորում է համարում Թաթոյանի արտաբերած տեքստը, թե Նիկոլ Փաշինյանը այս ընտրարշավում առաջ է բերել պատերազմի դիսկուրսը, նկատի ունենալով երկրորդ նախագահի մասնակցությունը ընտրություններին։ Քաղաքական անմեղսունակությունը եւս պետք է չափսեր ունենա։ Պարտադիր քաղաքականության մեջ ունենալ բարձր հասակ եւ սահմանափակվել միայն այդքանով, որ ես բոյով եմ ուրեմն լավ քաղաքական գործիչ եմ, պետք է հիասթափեցնեմ։ Օրինակ կենթանական աշխարհում ուխտը եւս բոյով կենթանի է, բայց նրան ծնկի են իջեցնում, այնուհետեւ նոր բարձում է։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։